Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն աստորված ծրագիրն է։ Գիրանցա բնակիչներին պատկանող մոտ 15 հեկտար վղա հանձնվալ Բաքվին Ոսկան Սարգսյան։ Բաքուն կարի միակողմանիորեն օգտագործել իրան տարածքը հաղորդակցությունը որպես Հայաստանը Իրան ճնշումների գործիք Լևոն Զուրաբյան։ Գերմանիայի բարձրագույն պարգև գերմանացի ցեղասպանագետ հայ ժողովրդի մծ Պարիկա Թեսա Հոֆմանի Սյուրռեալ Արցախ Բաքուն վերակառուցման քողոտակի վերաբաշխումը նավթադոլարները հոսող ռեսուրսները արտասովոր բացահայտում Արևմտյան Հայաստանում Արևմտյան Հայաստանում ճարվալա Պերվի մարդկանց բնակարանը աջակցին Արևմտյան Հայաստանապետական տելևիզիոն միացիկ մեր վետերաններին Լրագրող Ոսկան Սարգսյանը կիրում է լուսանկար մոտ 10 տարի առաջ ումրա Գիրանցա բնակիչը էշին լծված վարալափայտ տեղափոխում 2024-ի միջպետական ավտոճանապարհին այդ հատվածը ու Գիրանցա կամուրջը սահմանազատման անվան տակի միակողմանի ապօրինի ձևով հանձնվալ Բաքվին ուստի Գիրանց շենի մեջ ավտիկվող ճանապարհն սարքավ Նիկոլ Փաշինյանը հայտարարավ էր տաուշատ դաժե մի միլիմետր տարածք հանձնվալ չի Բաքվի մինչդեռ Գիրանցի բնակիչների սեփականության իրավունքներով կադաստրի վկայականները պատկանող մոտ 15 հեկտար վղա հանձնվալ Բաքվին Փաշինյանի պրոպագանդան փորձում է Զանգեզուր Միջանցքին հազմը ներկայացնել որպես Հայաստանը հաղթանակ պնդելով թե Բաքուն կախվածության մեջ անգնակամազանա Հակ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշել է սա կեղծիք է այլևի նպատակը հենց Հայաստանի տարածքով անխոչնդոտ հաղորդակցություն ստանալն է վերը Հայաստանը վերահսկելու չի Զուրաբյանը նշել է Բաքուն է ճանապարհն օգտագործելու է Հայաստանա-Իրան տնտեսական ու քաղաքական ճնշում գործադրելի հետի Դրանով առաջարկվող կարգավորում մենակ Բաքվի շահերին հծառայ Միաժամանակ նշում է վեր եթե Բաքուն պետցանը տրանզիտը տա կարելի է դիտել որպես խաղաղության քայլ բայց Վերացնում չի վտանգը Բաքու լուբոյ պահ է կարեկապ է ճանապարհը օգտագործել որպես ճնշման միջոց ըստ ուրան խնդիրը կարելի լուծվել մենակ 3+BRICS Զանգեզուրի հանգույց ծրագրի միջոցով Գերմանացի ցեղասպանագետ հայ ժողովրդի մծ Պարիկա Թեսա Հոֆմանը պարգևատրվել է Գերմանիայի բարձրագույն պարգևով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հունիսի 13-ի հրամանով սոցիոլոգ ցեղասպանագետ ու մարդու իրավունքների պաշտպան դոկտոր Թեսա Հոֆմանը պարգևատրված է պատվո շքանշանով երկրի բարձրագույն պետական պարգևով Հոֆմանը երկան տարիներ նշանակալի դերդրում անեցալ Օսմանյան կայսրությունում հայրի ու այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ճանաչման գործումը նպաստելով 2016 թվականի Գերմանիայի Բունդեսթագի հայրի ցեղասպանության ճանաչման պատմական բանաձևի ընդունմանը պարգևի պաշտոնական հանձնման արարողությունը տեղի ունեցավ Բերլին հոկտեմբերի 20-ին 2025-ի մայիսին Ալիևը Բերձորա այռապորտն ապեցրալ երրորդը նմանատիպները վեր գրեթե օգտագործվում չեն։ Radio Free Europe-ին տվյալներով Արցախաշուրջ 150,000 հայ բնակիչներ թողալն տարածքը Բաքվի հարձակումներանը յետը չնայած Բաքվի հայտարարություններին թա 30-ից 40,000 ադրբեջանցի յետտարը տեղաշարժը խիստ սահմանափակ է։ Տարածքը վերածվել է հսկայական շին հրապարակի առանց իրական բնակչության։ Լրագրող Մատեո Չիվիլինի նկարագրում է մթնոլորտը որպես դիստոպիկ համարյա տերտակ ճանապարհներով ու խրեկ բնակարաններով վերաբնակեցման ծրագրերը հիմնականում ձախողվում են գործի բացակայության ու խիստ կանոնների դերդա շինարարության իրան նախատեսված ծախսել շուրջ 19.5 միլիարդ $, ինչը ըստ տնտեսագետ Վարիևի Բաքվին հետի նավթային եկամուտների վերաբաշխման միջոց է Արևմտյան Հայաստանը պատմական Կոմագենե նահանգին տարածքում Ադոյամանինա Ուրֆա նահանգների սահմանին Եփրատա ճիրամբարին տակին ներկայիս թուրքական ռեժիմի կոչումա Աթաթուրքի ճրամբար հայտնաբերվել են շուրջ 12,000 տրնվա հնություն ունեցող քարայրային պատկերն է Դրանք պատկերված են մտ ժայռի երակաղթայի շրջանում նշանցն տան որսի տեսարանն է մարդկանց ու կենդանիների մասնակցությունով Այս քյոհնյա գծանկարներն պերվիդոնիմը նկատալն տեղական ձկնորսն են 8 տարի առաջ վերջրամբարի մակարդակը քշացած ալել Այս տարի երաշտին դերդան գիտնականներին նորից հաջողվել է հասնել այդ վայրը ու Ադոյամանի թանգարանի մասնագետներն ջրիտակին իրականացրել մանրամասն ուսումնասիրություն Պատկերները իրան պատված են լախեցին է սակայն դրանք լավ պահպանված չեն Հնագետը նախատեսում տարածքի մաքրում ու նկարների պատճենների ստեղծում թանգարանը պահպանելի հետի Գծանկարները ձգվում են մոտ 8 մետր երկարությամբ ու մոտ 70 սանտիմետր բարձրությամբ Դրանցում պատկերված են մարդիկ, անգղներ, այծեր, գայլեր ու աղավնիներ Այս գտածունեն հերթական ապացույցն է վեր Արևմտյան Հայաստանը տարածքը մարդկային քաղաքակրթության օրանն ու արվեստի Պերվի կենտրոնները մինը Սակայն սուրեթ հողերը գտնում են Թուրքիայի վերահսկողության տակին, ունդով գտնված հնությունը ներկայացվում որպես
թուրքական մշակույթի ժառանգություն։ Իրականում դրանք պատկանում են հայկական հնագույն քաղաքակրթությանը, վերի հետքերը սով շարունակում են ջնջվել Արևմտյան Հայաստանի հողերից։ Արևմտյան Հայաստանի տարածքում Քյոհնա-Կարահան թեփեվայրում հնակետներն ճարալն ավելի քան 15,000 դռնվա պատմություն ունեցող ավելի քան 30 ստորգետնյա տոն, գտածոն համարվում է մարդկային քաղաքակրթության ամենաքյոհնյա ու մանրամասն ապացույցները մինը։ Խմբի ղեկավար Կոստանդնուպոլսի համալսարանի պրոֆեսոր Նեջմի Քարոլին Նսելավը հայտնաբերված շինությունը նշան ցնդամ թահունցն համատեղ գոյակցալ սոցիալական ու հոգևոր կյանքը հնագույն համայնքներում։ Տները վերմասամբ կամ լրիվ փորված քարերի մեջին հիշեցնում են մեղրը խորշի ձևավորած կառուցվածք։ Ներսում հայտնաբերված բուխարիներ, պահեստային հատվածներ ու քարի հատակն է։ Բնակարների միջին ճարված կաղնեցված քարերը ապացուցում վեր դրանք ունեցան ոչ միայն կենցաղային, այլև հոգևոր նշանակություն։ Վերբնակավայրերը թողնվալ են, բնակիչներն դրանք միտումնավոր լցրալ են վղերով, նշանավորելով կյանքի կամ ծիսական շրջանի ավարտը։ Ներկայում հնագետներն իրականացնում են վերականգնողական գործեր, վերակառուցելի պատերի ու քարերի մասնատված հատվածները։ Գիտնականների կարծիքով այս վայրը ապացուցում է վեր Արևմտյան Հայաստանը իլելամարտկային քաղաքակրթության օրաներամինը։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը հավատարիմ մնալավ իրան սկզբունքներին եշողներին շարունակում է իր նախապան գործը թեզամոտեցումներով։ Ոնց արդեն գիտում եք, մեր տելևիզիոնին ինքնագովազդով չի զբաղվում։ Հիմնականում հեռարձակում է Արևմտյան Հայաստանի պատմության ու իրան ներկայ ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու ենթատեքստերով, ինչպես նաև տեղեկատվություն վերաբերում տարբեր հարցեր։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին գրանցել է իրան ամենակարևոր նվաճումները մինը հեռատարակել է Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը, վերի նպատակն է պահպանել ու տարածել մեր պատմությունը, մշակույթն ինքնությունը։ Մունքներով թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում ենք Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի ու այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, երբեմն մեր տելևիզիոնի հնարավորությունն են ավելին ընդլայնվում ու պնդանում։ Մենք միասին ենք ուժեղ։ Հայ վետերանների ու քյոմեգյանողների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում։ Եթե 18-70 տարեկանը քոնիկ մի պատար ազատվաղ, ապա կարիք միանաք հիշատակի պահապաներին, պատիվ, հայրենիք եղբայրություն։ Ձեր խնդիրն է ինական պաշտոնական արարողությունների վաղ դպիցրցնել Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշատակի պահապաններն իրենց նշանակալի ներկայությունավը պաշտոնական արարողություններին վաղտնա հիշատակի արարողություններին, նրանց մասնակցում են այլ կազմակերպություններ եւս, պատվում են այն հայ զինվորներն ու կամավորներ Դեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգալ են պաշտպանելով ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղիկ վեճ կապիկ նախագահ Ժան Ղազարոսյանի հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա դեսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։